Ողջույն երեխաներ, հետաքրքիր լուրերով ու զվարճալի նորություններով եթերում Ուշմուշիկն է։ Սիրով պատրաստ ենք ձեզ հետ անցկացնելու հետաքրքիր րոպեներ։ Անցկացնելու ենք ես, Աննան, Արևիկը, Ստեփանը, Նարեկը, Անին, Մարիամը եւ փոքրիկների սիրելի խատուտիկը։ Բարի երեկո բոլորին։ Այնքան հաճելի է, որ ելույթ ենք ունենում հեռուստացույցով եւ հետո դիտում մեզ։ Իսկ դու գիտես, Անի, որ շատ առաջ հեռուստացույցը անձայն է եղել։ Աննա, էլի սկսեցիր, ոնց կարող է մարդ հեռուստացույցով խոսի, ձայնը չլսվի։ Լավ երեխաներ, հիմա ինձ լսեք։ Նախ սկսենք նրանից, որ շատ առաջ հեռուստացույց ընդհանրապես չի եղել։ 1925 թվականին շոտլանդացի գյուտարար Ջոն Լոջիբերթը առաջին անգամ ցույց տվեց հեռուստացույցային հաղորդում։ Նա իր յուրահատուկ սարքը պատրաստել էր իրին արգղից, հյուսելու շուղերից, տորթի թիթեղամանի եւ հեծանի վիլապտից, գուցե տարօրինակ թվաց ես այն, ինչ թվարկեցի, բայց դա է իրականությունը։ Երեխաների եւ դեռահասների օրվա հիմնական մասն է կազմում հեռուստացույց դիտել, ինչը մեծ ազդեցություն է թողնում նրանց վրա։ Երեխաները օրական միջինում հեռուստացույց են դիտում 3-ից 4 ժամ։ Հեռուստացույցի առջև անցկացրած ժամանակը կտրում է երեխաներին այլ կարևոր զբաղմունքներից, օրինակ ասենք կարդալը, խաղալը, դպրոցական աշխատանքը, ընտանիքի հետ շփվելը եւ հասարակությունում զարգանալը։ Երեխաները հեռուստացույցից ստանում են նաև տեղեկություն, որը կարող է անտեղի կամ ոչ ճիշտ լինել։ Հեռուստացույցի առջև չափազանց շատ ժամանակ անցկացնելու դեպքում երեխաները դպրոցում ցածր գնահատականներ են ստանում։ Ավելի քիչ գիրք են կարդում, ավելի քիչ են պարապում։ Գիրանում են։ Ծնողները պետք է հետևեն, որ հեռուստացույցը միայն դրական ազդեցություն ունենա երեխաների վրա։ Ծնողները պետք է երեխաների հետ դիտեն հեռուստացույց։ Ընտրեն երեխային համապատասխան ծրագրեր, սահմանափակեն հեռուստացույց դիտելու ժամանակը։ Անդրատեն հեռուստացույցը ընթրիքի եւ դասերին պատրաստելու ժամանակ։ Երեխաներ, տեսնում եք, չէ՞ ինչ լավ է, որ մուշմուշիկ եք գալիս։ Այո, այստեղ շատ հետաքրքիր բաներ ենք սովորում եւ ոչ միայն մենք, այլ նաեւ հեռուստադիտող երեխաները։ Եթե ձեզ հետաքրքրում է մեր հաղորդումները, ապա մեզ կարող եք դիտել համացանցում։ Իսկ հիմա ժամանակն է, որպեսզի մեզ միանան Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի մեր ընկերները։ Իսկ մինչ այդ Արևիկ ասեմ, որ սեյսմիկ պաշտպանության մասին օրենքի համաձայն կարևոր է բնակչության հետ տարվող աշխատանքները, որի նպատակն է նվազեցնել երկրաշարժերի եւ դրանց հետ կապված աղետների նկատմամբ բնակչության խոցելիությունը։ Օրերս Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում մի շատ հետաքրքիր միջոցառում էին կազմակերպել, որին ներկա ենք նաև մենք։ Սպասեք, միշտ դիտել, եկեք լսենք ամենագետիկ Արինային, նա մեզ կտա հետաքրքիր տեղեկություններ երկրաշարժի մասին։ Ողջույն ընկերներ, երկրաշարժ ստորգետնյա ցնցում, որը տեղի է ունենում երկրակեղևի որոշակի զանգվածում, կուտակված էներգիայի կտրուկ լիցքաթափման արդյունքում։ Տարբեր ժամանակաշրջաններում երկրաշարժերի առաջացումը բացատրվել է տվյալ ժամանակներում ընդունված պատկերացումների համաձայն եւ հիմնականում կապվել է տարատեսակ կենդանիների շարժումների հետ։ Օրինակ, Հին Չինաստանում երկրաշարժերի մեղավորը ցունն էր, Ճապոնիայում ձուկը, Հնդկաստանում խլուրդը եւ այլն։ Առաջին անգամ երկրաշարժերի բացատրությունը որոնելու արկածն երկրի ընդերքում արտահայտել է հին փիլիսոփա Արիստոտելը։ Նա համարում էր, որ երկրի վրա առաջացած քամիները ճեղքերի ու քարանձավների միջոցով մտնելով երկրի ընդերք, այնտեղ արկա կրակի միջոցով ուժեղանում են եւ նոր ճանապարհ որոնում դեպի երկրի մակերևույթ։ Այդ ժամանակ էլ առաջանում են երկրաշարժերը։ Դրա շնորհիվ մինչև այժմ էլ մնացել է սեյսմավտանգ եղանակ հասկացությունը։ Երկրաշարժերը ըստ առաջացման կարելի է դասակարգել երկու խմբերի՝ բնական երկրաշարժեր, տեխնածին երկրաշարժեր։ Բնական երկրաշարժերը կապված են տարբեր պրոցեսների հետ։ Հայտնի են տեկտոնական շարժումներով պայմանավորված երկրաշարժեր, հրաբուխների հետ կապված երկրաշարժեր, երկրակեղևում կորոստային խոռոչների փլուզման հետևանքով առաջացող երկրաշարժեր եւ այլն։ Տեխնածին երկրաշարժեր ասելով պետք է հասկանալ այնպիսի երկրաշարժ, որը կապված է մարդու գործունեության հետ։ Այսպես, օրինակ, ռազմական կամ արդյունաբերական պայթյունների հետևանքով առաջացող երկրաշարժերը կարող են շարժիչ ուժ հանդիսանալ ուժեղ երկրաշարժի համար։ Երկրաշարժերը ըստ կանխատեսելիության նույնպես կարելի է բաժանել երկու խմբերի՝ կանխատեսելի երկրաշարժեր եւ անկանխատեսելի երկրաշարժեր։ Ընդհանրապես երկրաշարժերի կանխատեսելիությունը
կանխատեսում ասելով պետք է նկատի ունենալ նրա տեղի ուժգնության եւ ժամանակի հավանականային բնութագրերը։ Կանխատեսելի են համարվում այն երկրաշարժերը, որոնք իրենց ստեղծման փուլում թույլ են տալիս գրանցվել տարատեսակ նախանշաններ։ Երկրաշարժերի նախանշաններից են համարվում ստորգետնյա ջրերի մակարդակի փոփոխությունները, երկրամագնիսական դաշտի փոփոխությունները, ռադոն գազի անոմալ փոփոխությունները եւ այլն։ Անկանխատեսելի են համարվում առանց որևէ նախանշանների գրանցվող երկրաշարժերը։ Այսօրվա համար այսքանը, սիրելի երեխաներ։ Ձեզ հետ էր Արինան։ Կհանդիպենք հաջորդ ուրբաթ։ Իսկ հիմա ինչպես եւ խոստացել ենք, մեզ է միանում Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի մեր ընկերները։ Բնակչության հետ տարվող աշխատանքների մեր բաժինը ամեն տարի Ստեփանակերտի դպրոցներում, մանկապարտեզներում անցեկացնում երկրաշարժը, երկրաշարժից պաշտպանելու վարքականոնները թեմայով ուսուցումներ։ Ու այս անգամ մենք այցելեցինք Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն, հանձինս նկարչական խմբակ, եւ մենք շատ ուրախ ենք, որ մեր այս խելոնք տաղանդավոր երեխաները այսպիսի լավ ստեղծագործությունների հետ միասին ստեղծագործեցին նաև աղետների մասին, այսպիսի սիրուն աշխատանքներ, գոհացրին իրենց գեղեցիկ աշխատանքներով, շատ լավ կլինի, որպեսզի մենք ավելի հաճախակի այցելենք մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի մեր երեխաների հետ, այսպիսի աշխատանքներ հաճախակի ունենանք։ Կներկայանաս Հովանեսյան Անահիտ։ Կպատնես քո նկարի մասին։ Ես նկարել եմ երկրաշարժից հետո։ Փրկարարը փրկում է մի աղջկա կյանք, որը մնացել է երկրաշարժի փլատակների տակ։ Կպատնես ինչ ես նկարել։ Ես նկարել եմ երկրաշարժի ժամանակ փոքրիկ երեխան թաքնվել է սեղանի տակ, իսկ նրա պապիկը մարճակալից ընկել է։ Դու ինչ ես նկարել։ Ես նկարել եմ մի շենք, նաև պատկերել եմ բժիշկներ, որոնք փրկում են ծանր հիվանդին, քիչ հեռու նկարել եմ բժիշկ, որը կանգնած վիրակապում է վիրավոր մարդու ձեռքը, նաև նկարել եմ, որ մի մարդ փախչում է շենքի տարածությունից։ Ես նկարել եմ երկրաշարժի ժամանակ, երբ արդեն փլատակներ են լինում եւ երկրաշարժի ժամանակ առաջինը, երբ որ մկներն են զգում երկրաշարժի ցնցումները, փախչում են, այստեղ փլատակների տակ է մնացել մարդիկ եւ փրկար ծառայությունը եւ բուժօգնությունը փորձում են դուրս բերել նրանց փլատակներից։ Ես Գոհարն եմ, ես նկարել եմ մկներ, որոնք փախչում են, մկները, որ երկրաշարժից առաջ փախչում են, դա նշանակում է, որ մի քանի րոպեից երկրաշարժ կսկսվի։ Այստեղ նկարել են մարդիկ, որոնք զարմացած նայում են, թե ինչպես են փախչում մկները։ Շահանե, ինչ ես նկարել։ Աննա, ես նկարել եմ երկրաշարժ, որտեղ երեխաները աղոթում են, որպեսզի փրկվեն երկրաշարժից, իսկ Աստված նրանց օգնում է եւ քիչ զոհեր են մնում։ Անինեմ նկարել եմ շենք փլվում է եւ մարդիկ մեջից ընկնում են։ Կներկայանաս Շարքիս Մեսրոպյան։ Կպատմես ինչ ես նկարել։ Ես նկարել եմ երկրաշարժը, ընտանիքով թաքնվել են սեղանի տակ, պաշտպանվել, հետո մի քիչ երկրաշարժը դադարում է, դուրս են գալիս շենքից, նստում են ավտոմեքենան ու գնում են բժշկի։ Կներկայանաս Իմ անունը Արլետա է, ես նկարել եմ նկար, որը բաղկացած է 3 մասից։ Այս մասում նկարել եմ տուն, որտեղ տղան թաքնվում է սեղանի տակ, որ նրա գլխին ոչ մի բան չընկնի։ Այս մասում ես նկարել եմ երեխա, որին փրկում են եւ նրան տալիս են մայրիկի։ Հետո այս մասում ես նկարել եմ մարդկանց, որ նրանց ձեռքին բուժօգնության բարուսակներ են եւ նրանք փախչում են տնից, որ չմահանան։ Ես նկարել եմ երկրաշարժից փրկված տատիկի եւ նրա թոռանը, իսկ նրա թոռնիկի ձեռքում մի խնձոր է միայն մնացել, իսկ այստեղ նրանց ընտանի կատուն է։ Այստեղ քահանա է, որ կանգնած է քանդված եկեղեցու մոտ եւ չի հավատում, որ ինչ է կատարվել նրա հետ։ Դու ինչ ես նկարել, Ալեքսանդր։ Արևիկ, ես նկարել եմ եկեղեցի, երկրաշարժի վաղտ դպրոց քանդվում է եւ երեխաները փախչում են դպրոցից։ Ես Իրինան եմ։ Կպատմես քո նկարի մասին։
Ես նկարել եմ Երկրաշարժ գյուղում, այստեղ տատիկը փորձում է օգնել իր տղային, որը մնացել է փլատակների տակ, իսկ հայրիկը ձեռքերը դրել է գլխին եւ դեռ չի հավատում, որ իր տղան գտնվում է փլատակների տակ, նրանց տունը բոլորովին քանդվել է, իսկ հետևում կիսաքանդված են մնացած բոլոր տները։ Ինչ հետաքրքիր միջոցառում էր երեխաներ։ Երեխաներ, ինչ եք կարծում, հեքիաթ պատմելու ժամը չէ։ Իսկապես, անի մենք արդեն թե մոռացել ենք հեքիաթի մասին։ Ոչ, չենք մոռացել, այսօրվա հեքիաթը ես կպատմեմ։ Իսկ դու ինչ հեքիաթ կպատմես, Նարեկ։ Ես կպատմեմ Պույպույ մգնիկ հեքիաթը։ Շատ լավ։ Մի երկիր կա Հնդստան, մի մուկի կայճրշրսան, Հնդստանի անտառում կոկոսարի ծալկուրում ապրում էր նա իր համար բարիքներով անհամար, ու մի օր լավ, մի օր վատ, ուներ ապուր քիչ թե շատ, իր անունը Պույպույ էր, ազգանունը ճոստույն, լացը վայ երկը տարայնային նինի, այսպես մուգիկ ապրում էր վազվզելով վարուվեր, ու մի օր ծանդրում է իրեն միտքային, տունս կոկոս սարի տակ, բերան չունեմ թե ճաշակ, ճաշկել եմ, ծեղքել եմ, տեսնեմ կոկոսի հան, այդ ասել են մեկ էլ դոմ, ծարս կոկոսի շպես բոմ, անկամ դրա առաջ, կոկոս կաղին չէ չնչին կաղնի տեսակ, սեղի չապ, միչուկանու վյուղալի, բայց կերավն է միայն հաս, ահա ինչն է ցավալի, վրան կամուկիկը, բացեցի սուրջանկիկը, կծես կծոտեց, բանդև չեկավ, չհաջողվեց, ու կոկոսի չորս կողմը ման էլ գալիս Պույպույը, դու մի ասիոն կնելու սակ էլ բասվեց կողում, էդ որ տեսավ հիմիել սակից մտնելու, բայց էսեք ինչ պատայս, սակն էր պստիկ ինքը մեծ, Սակիրներ չի մտնում նայում է ու նվազում, ոլը գարետ բարկեց մեկ են հան ճանջի պես, սակից մտավ գնաց ներս, Էս ինչ էր տոնց ավես սակից որ ներս մտավ, ոնց այն այր, էս մուկ էս կոկոս էս միչուկ, դե քեֆ արաղ, դե միչուկը կեր ու կրձի, կեր միչուկի հութը խմիր, էս վասպես կերամակրը, առաջ փոքր է հիմա տրզեց դաշախոր մի մուկ, ընկավ կողքի քնեց խունկ, մի օր անցավ եկավ նոր օր, մուկիկը վեր կացավ, որ փուր կոկոսի ծակից դուրս կա, ախր դուրսը գործ կա, տուն կա, լավ էր, կերանք բավականին, հիմա գնանք մենք մեր բանին, հետ ասել ապա փորձի, մի կոկոսի ծակից անցիր, մոտեցավ որ ծակից դուրս կա, պահով տեսավ ճամփար չկա, ինքը խոշոր ծակը պուջուր, ծակի դեր չի մտնում, այդ է մնալ, բայց մնալ, լաց է լինում մուկիկը, ոն լաց չլնի մուկիկը, տրզե կոկոսում ցեղ նեղ փոսում, ախրին բանն էի գայի կոկոս ուտեի, չոր ուտեի, լավ չեն, հա, ցավ ուտեի, լավ չեն, հա, վայ, զահրմա, դե լաց մնա քեզ համար, Էդպես լացել մուկիկը, այդքան լացել մուկիկը հետն է սովից զղար է, ոլղար է բարկեց մեկ էլ սուս, ծակից նորը երավ դուր, էս ինչ էր տոնցավ, այս ծակից ոնց դուրս է, ոնց այն էր ես մուկ այս կոկոս ես միչուկը, տեսալ լավան կեցես Պույպույ, էլին վայ, էլին վույ, դո քեֆ է, օխայ դե պարեի տրայնանայ, համ թրջում է, համ պարում է, Համ երկում է, համ կանչում է, Ջան քեֆ ատարայն լինի, այդ է քեֆ ինչպես կլինի, Ապրես Նարեկ, այսօրվա հեքիաթը շատ լավ պատմեցիր, Երեխաներ, դուք սիրում եք երգել լսել, Այո, շատ Մարիամ, Ես ու Մարիամն այսօր որոշել ենք ձեզ համար երգել, Եվ ինչ եք երգելու, Մենք երգելու ենք ծիծաղը, Երբ ծիծաղը հյուր է գալիս մենք, Ուրախ է կանդաթար և Այս կյանքը մեզ համար դառնում է գունավոր մի աշխարհ մեր մանկության ջինջորեր միշտ անօք եղեք մեզ նվիրեք ժպիտներ եւ դարձեք մեզ ընկեր
Թող ծիծաղը միշտ մեզ բերի, անօքորեր երկեր բարի, ծիծաղեցեք և ժպտացեք, մանուկներ դուք այս աշխարի, թող ծիծաղը միշտ մեզ բերի, անօքորեր երկեր բարի, ծիծաղեցեք և ժպտացեք, մանուկներ դուք այս աշխարի, մեզ խաղաղ երկինքն է ժպտում և ծիծաղն է մեր կողքին և կարծես դառնում ենք մենք զնգացող զանգակներ այս կյանքի թող ծիծաղը պարգևի մեզ պայծառ օրեր և դառնանք մենք նրա հետ շատ մտերիմ ընկեր Շատ ապրեք երեխաներ, այս երգն ինձ շատ դուր եկավ։ Ծիծաղեք, ժպտացեք, որպեսզի կյանքն էլ ձեզ ժպտա։ Դες հիմա ժամանակն է ավարտելու հաղորդումը։ Ճիշտ է, մենք դժվարությամբ ենք բաժանվում, բայց այն միտքը, որ հաջորդ ուրբաթ նորից ենք հանդիպելու, դա ոգևորում է։ Ձեզ հետ էին Աննան, Ստեփանը, Մարիամը, Անին, Արևիկը, Նարեկը։ Կար, և իհարկե ես, խատուտիկս, հաջողություն երեխաներ։